165-ին հարգելի հետևողներ, կզրուցենք հայ առաքելական եկեղեցու հետևոր տիկին Անժելա Սարգսյանի հետ, ժամերգության է շտապում տիկին Անժելան, խնդրեցինք նաև անդրադառնա այսօր սպասող եպիսկոպոսատ ժողովին, հավանաբար այն արդեն մեկնարկել է, տիկին Անժելա անդրադառնալով այսօրվա այդ օրակարգին, որը ինչքանով որ հանրայնացվել է, ինչ դիրքորոշում ունեք, ինչ սպասելիքներ ունեք, ինչ պիտի փոխվի այսօրվա ժողովից հետո։ Ինչքան մամուլից տեղեկացված եմ, մամուլում շրջանառվում էր Արշակ Սրբազանի բոլոր զբաղեցրած պաշտոնները սառեցնելու օրակարգը, ես չգիտեմ ինչքանով է տանից դուրս գալուց առաջ նայում էի ձեր այս ուղիղ լայվը, Աբրահամ, չէ՞ կարծեմ Սրբազանը, ինքը հերքեց, որ ինքն էլ է, այնտեղ մամուլում շրջանառվում էր 7 սրբազան, ովքեր այդ պահանջով դիմել են հոգևոր ժողովին, Արշակ Սրբազանի լիազորությունները սառեցնելու այդ օրակարգ բերելու հարցը, ոնց տեսանք Աբրահամ Սրբազանը հերքեց, որ ինքը ստորագրել է դրա տակ, ես չգիտեմ ինչքանով է, ես կոմենտ ունեմ գրած, ասի ոնց որ անցած հարցերն է, այս անգամ էլ հայկական ժամանակն է տարած է այդ լրատվությունը, ու ոնց որ անցած դեպքում եղավ, որ հայկական ժամանակը ավելի շուտ էր դատարանի վճիռը հրապարակե, քան թե իրականում կլներ, գրեցի, որ այս անգամ էլ հայկական ժամանակը իրադարձություններից առաջ ընկե։ Ամեն դեպքում Աբրահամ Սրբազանը հերքեց։ Ես չգիտեմ, ես մտածում եմ, ես այս եկեղեցու հետևորդ եմ, այս եկեղեցու հետևորդ էլ մնալու եմ, եթե նույնիսկ ինձ գնդակահարեն այս եկեղեցու պատերի տակ։ Շատ մեծ հույս ունեմ, որ մեր սրբազանները, մեր հոգևորականները ողջախոհությունը չեն կորցնի, երեկվանից լրահոսում մենք տեսնում ենք ազնիվ, նվիրյալ, իրոք պատվելի, ես կասեմ գերպատվելի հոգևորականների, որոնք հստակ արտահայտում են իրենց դիրքորոշումը, շատ հստակ։ Աբրահամ Սրբազանի խոսքը ծամծմված, լեղոզված, խուսափողական, ակնհայտ էր, որ ինքը համաձայն է այս խուժանապետության ռեժիմի օրակարգի հետ։ Եք բացառում ճնշումների տարբերակը, հնարավոր է ճնշումներ կան եւ այլն, որովհետեւ նման դիտարկումներ էլ կան, հնարավոր է ճնշումների տակ են այսօր հոգեվորականները։ Ես չեմ բացառում այդ տարբերակը չեմ բացառում, բայց Զարե Աշուրյանը շատ ճիշտ կոմենտ էր գրել, գրառում էր արել, որ եթե նույնիսկ ճնշումների տակ եք, եթե նույնիսկ կոմպրոմատների տակ եք, ավելի լավ է թասիբով հրաժարվեք գնացեք, քան թե ուրացողի ու դավաճանի պիտակը վեկալեք ու մնացեք։ Ճնշումները կարող է լինեն, ես չեմ բացառում, այսինքն ավելի ճիշտ 100% կարան լինել ճնշումները, որտեվ Նիկոլ Փաշինյանը այս ամբողջ ընթացքում տեսա, որ չի կարում այդ հանրային աջակցություն չունի, ինքը չի կարա ժողովրդով գաստեղ, գերադասեց այդ տարբերակը ներքին պառակտում է, էդ էլ ոնց որ արդյունքներ չտվեց, ինքը անցավ վերջի տարբերակը կոմպրոմատների տարբերակին։ Հստակ է, որ կա այդ կոմպրոմատ, բայց Աշուրյան Զարե Աշուրյանը շատ ճիշտ էր, ասի ավելի լավ է տղամարդ գտնվեն ու տղամարդավարի հրաժարվեն, քան թե օրվա իրանց իրավիճակը փրկելու համար, ընդամենը օրվա իրանց իրավիճակը փրկելու համար վաստակեն դավաճանի ուրացողի պիտակը ու պատմության մեջ մնան դավաճան ու ուրացող։ Մեկը ոչ Փաշինյանն է հավերժ, ոչ այս ռեժիմն է հավերժ, ոնց որ պատմական անցած ժամանակներում ունենք հոգևոր դավաճաններ էլ ունենք, որ դարերով արդեն պատմության մեջ մնացին դավաճաններ ուրացողներ։ Ես մտածում եմ մեր հոգևորականները ողջախոհությունը չեն կորցնի, տուրք չեն տա օրվա ինչ որ օրակարգերին, կայուն, անսասան, կգիտակցեն, որ այս արդեն ոչ թե զուտ քաղաքական, զուտ հոգևորական դաշտում այդ գոյապայքարի հարց է ու շատ երկրորդական է այն
բառախաղով բերած օրակարգերը, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ ճղճի մանրախնդիր, ոնց ասում է սատանան մանրուքների մեջ է, այդ մանրուքներով քայքայի կազմալուծի, ասում են ջրի կաթիլը քանդմա, չէ, վերջի վերջո։ Ինքը այսօր այդ գործընթացի մեջ է, բայց ես շատ մեծ հույս ունեմ, որ մեր հոգևորականները ամեն դեպքում չգիտեմ, մնալու են եկեղեցու կողքին, ողջախոհությունը չեն կորցնի, այդքան կմտածեմ, որ գոնե պատմության մեջը դավաճանի ու ուրացողի պիտակ չվերցնեն, որտեղ էսի մենք արդեն հասել ենք անենց հանգրվանի, որ գոյա պայքարի հարցա ու կամ կամի հարցա։ Ընդեղ իրան այդ Աբրահամ Սրբազանին մի քանի անգամ հարց տվին, որ պետականության կորստի, ազգի կորստի հարցա, ինքը նորից լղոզված խուսափողական, մենք չենք զբաղվում քաղաքականությամբ, այսինքն ընդեղ ճիշտ հարց տվին, լրագրողներից մեկ ասեց ես լրագրող եմ, բայց անձնական կարծիք ունեմ, դու քո անձնական կարծիքը ո՞րն է, այն ոնց ասում են չկա առանց ծխի կրակը, առանց կրակի ծուխ, այսինքն լուրերը ճիշտ էր, որ ինքը աջակցում է սրանց, բայց իրանք թող այդքան հանգարց արխային չընկնեն, որ ամենավերջում, որ հազար անգամ, չգիտեմ, ես չեմ ուզում ոչ կոռեկտ բառապաշար օգտագործեմ, որ եթե հանգարց ու հանգարց, իրանք փորձեն, ջուր լցեն Փաշինյանի ջրաղացին, ուստեղ ոչ եկեղեցյանպաստ ինչ-որ բան կատարվի, իրանք էդի մարսելու են։ Ես խոստանում եմ իրանց կյանքը, իրանց օրակարգը սարքեմ դժոխք։ Ես խոստանում եմ, ու իրանք չմտածեն, որ Հովանավան գնացող օշականցի համասեռամոլը ժողովուրդ է, ես ժողովուրդ չեմ։ Ու եթե պետքա հաշվի նստեն օշականցի համասեռամոլի կարծիքի հետ որպես ժողովուրդ, այս դիմացի ճամբարից չի կարա հակազդեցություն լինի։ Ես խոստանում եմ, այն հոգևորականները, ովքեր կփորձեն կանգնեն Փաշինյանի օրակարգի կողքին ու ինչ որ ոչ եկեղեցանպաստ որոշման տակ ստորագրեն կամ կողքին կանգնեն, ես խոստանում եմ իրանց կյանքը դարձնեմ դժոխք։ Անձամբ ես խոստանում եմ։ Հասկանալի ձեր տեսակետը։ Վերջ։ Շնորհակալություն։